Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպը այծեղջյուր նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերը։ Հիշեցնում եմ, որ առաջին հերթին հորոսկոպը նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով լրացնում ենք։ Այսպիսով, արևը մինչև հուլիսի 22-ը կգտնվի Խեցգետի նշանում ձեր 7-րդ տանը և կակտիվանա 7-րդ սեկտորը, այսինքն այն ամենը, ինչը վերաբերվում է ամուսնուն, կնոջը, գործընկերներին, հաճախորդներին։ Ամսի 22-ից հետո արևը կանցնի առյուծ նշան ձեր 8-րդ տուն, ակտիվացնելով ձեր 8-րդ սեկտորը, այսինքն որ ձեր կողմից աշխատած գումարները, բանկային, պետական համակարգի գումարները, ինչպես նաև ընդհանուր ընտանեկան բյուջեն։ Մերկուրի մոլորակը մինչև հուլիսի 23-ը կգտնվի հետընթաց դիրքով Խեցգետի նշանում և բնականաբար ձեզ վրա եւս շատ կազդի, քանի որ ձեր դիմացի տանն է գտնվում։ Սրա հետ կապված առանձին նյութ արդեն ունեմ տեղադրած, որպեսզի չկրկնվեմ, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք անցնել նայել։ Վեներա մոլորակը մինչև հուլիսի 9-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 8-րդ տանը, բերելով ձեզ գումար, ինչ-որ գումար, որը դուք չեք աշխատել, բայց կարծես կգա ձեզ մոտ այսպիսով ավելացնելով ձեր ընտանեկան բյուջեն։ Գուցե ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսական դաշտում դրական փոփոխություններ լինեն, կամ վարկի համար եք դիմել այս ժամանակահատվածում հաստատվի, կամ պետական համակարգից, գուցե երեխաների համար, կամ ոչ միայն, ուղղակի բանկային համակարգից գումար ստանաք։ Գուցե հավելավճար ստանաք։ Սև լուսինը, այստեղ չնշեցի, որ ամսի 9-ից հետո Վեներան կանցնի արդեն կույս նշան ձեր 9-րդ տուն։ Եվ լավ ժամանակահատված կլինի մեկնելու ճամփորդության, զբաղվելու քննության հարցերով կամ առհասարակ բարձրագույն կրթության հարցերով, հնարավոր է նոր սիրավեպ սկսվի կամ արտասահմանում, կամ ձեր համալսարանում, ինչպես նաև լավ ժամանակահատված է, որպեսզի գումար ուղարկեք կամ գումար գուցե ստանաք արտասահմանից կամ արտասահմանից ինչ-որ հաճելի նվեր ստանաք։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում կգտնվի երկվորյակ նշանում ձեր 6-րդ տանը։ Մարսը և 6-րդ տանն է կդիպչի հետևյալ թեմաներին՝ առողջություն, ընտանիք կենդանիներ և աշխատանք։ Հաճախ Մարսը 6-րդ տանը տալիս է մրսածություն, տաքություն, ջերմության բարձրացում, առողջական խնդիրներ կարող են լինել, սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատեք շատ զգույշ, հնարավոր է վիրահատություն լինի, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով եւս պայմանավորված է, բայց նման հարցեր կարող են լինել, ինչպես նաև կարող է լինեն տարաձայնություններ կապված աշխատավայրի հետ։ Մարսի այսպես ազդեցությունը, որ նշեցի, բժշկի գնալ, վիրահատություն եւ այլն, կարող է այս ամենը վերաբերել ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ընտանիք կենդանիներին։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում ձեր 8-րդ տանը, այս ամսում 0-ից 6 աստիճան շարժվելով, Յուպիտերը 8-րդ տանը իր փոփոխությունները բերելու է կապված 8-րդ տան հետ, այսինքն ձեր ընտանեկան բյուջեն գուցե ավելանա կամ ինչ-որ տեղից սկսեք գումարներ ստանալ, որ ձեր կողմից աշխատած գումարների մասին է խոսքը։ Ավելի մանրամասն հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք նայել, թե առաջիկա 1 տարվա ընթացքում Յուպիտերը ինչ փոփոխություններ է բերելու ձեր կյանք։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 21-ից 24 աստիճան շարժվելով, իսկ սա ձեր 12-րդ տունն է։ Սև լուսինը հնարավոր է ձեզ մեկուսացնի, անընդհատ փորձեք մեկուսանալ, հնարավոր է դեպրեսիա լինի, չցանկանաք այդքան էլ շփվել մարդկանց հետ, ավելի շատ տունը փակվեք, չուզենաք դուրս գալ։ Այս ամենը սև լուսնի ազդեցությունն է։ Փորձեք ուղղակի անտեսել սև լուսնի եւ իր վրա ոչ մի ազդեցություն չի թողնի։ Եթե օրինակ գնաք բժշկի, ձեզ ասեն պետք է վիրահատություն անեք, միանգամից մի հավատացեք, սիրելի ընկերներ, դիմեք մի քանի բժիշկների եւս, քանի որ հնարավոր է ինչ-որ սխալ վիրահատություն լինի կամ ուղղակի անիմաստ վիրահատություն լինի եւ պարզվի, որ հնարավոր կլինել նաեւ շրջանցել առանց վիրահատության, ինչ-որ հարց բուժել, առողջական խնդիր։ Այժմ նորալուսին եւ լիալուսին, նորալուսինը կլինի հուլիսի 14-ին Խեցգետի նշանի 22 աստիճանում, սա նոր էներգիա է, նոր սկիզբ է, գուցե նոր հաճախորդ ունենաք, նոր հարաբերություններ, նոր համագործակցություն, հատկապես ովքեր ասցենդենտով են այծեղջյուր եւ ասցենդենտը գտնվում է 22 աստիճանում կամ ովքեր ծնվել են հունվարի 13, 14, 15 այս օրերի ծնվածները ավելի շատ կզգան այս նորալուսնի ազդեցությունը։
Եվ լիալուսին կունենանք հուլիսի 29-ին ջրհոս նշանում ձեր երկրորդ տանը։ Մի 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի անպայման, սա ձեր ֆինանսների տունն է, այսինքն հնարավոր է գումար ստանաք կամ ինչ-որ իրեիք վաճառում, վաճառվի, այդ վաճառքի արդյունքում գումար ստանաք, եթե շատ այդպես կենցաղային մակարդակով նայենք, ուղղակի այս ժամանակահատվածում ձեր աշխատավարձը կստանաք, իսկ եթե ոչ, արդեն ինչ-որ գումար գուցե ստանաք, ինչ-որ պարզություն կմտնի, որ ինչ-որ ձևով դուք կարող եք գումար աշխատել։ Այժմ լարված օրերի մասին նշեմ, լարված է լինելու հուլիսի 3-ը, 6-ը, 13-ը, 20-ը և 26-ից սկսած մինչև ամսվա վերջ։ Այսքանը սիրելի այծեղջյուրներ կապված հուլիս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։